Շենագիցներ, ուրեմն այսօր կուզեմ այս թեմայի գլխավոր մտքերը ձեզ ներկայացնեմ ռուսերենից հայերեն տարբերակով ու իրականում իրա մեջ շատ խորություններ կա։ Ես ինչի համար կներկայացնեմ, որովհետև անձամբ զգացել եմ այս վկայությունը իմ կյանքիս մեջ։ Я мертв, и то, что Иисус рассказывал о пробуждении, մի բացեմ վերնագիրը ամբողջական կաշտամ։ Я мертв, и то, что Иисус сказал о пробуждении между 3 и 5 часам утра вас շոկիրուет։ Ես մահացած էի, թե ինչ ասաց Հիսուսը, թե ինչ է տեղ ունենում գիշերը 3-ից 5-ը, ձեզի իրականում շոկի կենտարկե։ Ու ինչի մասին է այս թեման, ես ձեզի մանրամասն ներկայացնեմ ժողովուրդ ջան, որովհետև շատերին կհետաքրքրի հոգևոր վկայությունները, ես ինքս կվստահեմ կհավատամ այն վկայություններին, որոնց որ Աստված իմ մեջս կդնի ունձի հաստատություն կուտա։ Իսկ ես այս մասին մեկ քիչ ավելի մանրամասն ներկայացնեմ, հետո ես այս տեսանյութը կենք տեղադրեմ, որպեսզի դուք կրնանաք ամբողջական տարբերակով նայեք։ Ուրեմն այս տեսանյութի մեջ խոսացվեն մասին, որ Աստված երբ որ ձեզի կաշնացնե գիշերը 3-ից 5-ը, ես ընդանուր գլխավոր մտքերը կբացատրեմ, որ շատ չցկցկվի տեսանյութը, երբ որ 3-ից 5-ը կաշնացնե, ինքը միշտ խոսալու բան կունենա մեզի հետ։ Ուրեմն ինչի համար Աստված այդ ժամին կզարթնցնեք, բացատրվի պես որ այդ ժամին շատ ուժեղ հոգևոր պատերազմ տեղի կունենա ու երկնքի շիրտը ավելի բարակ է, այսինքն հոգևոր հարձակումները շատ ուժեղ են։ Աստվածաշնչյան շատ համարներ մեջ կբերվի փաստերով, որբիսի դուք ավելի հավաստիանաք, գիշերը միշտ էլ Տերը արթնացրել է։ Օրինակ ես իմ անձնական կյանքիցս կրնամ վկայեմ, որ Աստված ինձ միշտ գիշերները կարթնացնե։ Ես միշտ գիշերները շատ հարցերի պատասխաններ կստանամ։ Կարող է ինչ որ հարցով նեղված մտահոգված եղնեմ, բայց ես գիշերվա մեջ պատասխանը կստանամ, որովհետև Աստված միշտ լռության մեջ կուկա, խաղաղության մեջ կուկա։ Այդ ժամերին ինքը ավելի հաճախ կհայտնվի, իր պատասխանները կուտա ու մեր աղոթներին չի ավելի զորավոր կեղնին, որովհետև այդ պայն մեր ուղեղը, միտքը հանգիստ է, խաղաղ է։ Շատերը կմտածեն, այստեղ կներկայացվի, շատերին կթվա, թե երբ որ իրանք կզարթնի ինչ որ գերհոգնածությունից է, գերլարվածությունից է ու ինչ որ ֆիզիկական երևույթների հետ կապված կանհանգստանան, բայց դա դպես չէ։ Եթե դու հոգևոր դաշտի մեջ արթուն ես, Աստված քեզի կարթնացնե։ Եթե կան մարդիկ, որոնք որ իրոք ապրել են այս պահը, կրնակ մեկնությունների մեջ գրեք։ Ես հաստատ համոզված կսեմ, որովհետև իմ ապաշխարությունից հետո ինձ միշտ Տերս գիշերները կարթնացնե ու ինձ հետ կխոսա։ Չեմ կրնասեմ, որ միշտ 3-ից 5-ը կեղնի, չէ, իմ մոտս պես չէ, գիշերը 2-ից 3-ը կրնա զարթնցնե ու ես ժամերով կրնա զարթուն մնամ ու ես չհասկնամ, թե ինչքան անթարթ արագությամբ իմ ժամերս կանցնի ու երբ որ ես կարթնանամ, ես հոգնածություն հիմնականում չեմ էլ զգա, որովհետև այդ գիշերվա ժամը, երբ որ ես Տիրոջս հետ եմ, շատ հետաքրքիր ու շատ լավ կանցնի։ Ու արդեն որ Տերս կխոսակ բրզնի, արդեն ես չեմ ուզել լսեմ, իմ մոտս հոգնածություն կառաջանա ու ես կքնեմ։ Ինչ կուզեմ սեմ այդ մասին որ կխոսացվի ու նաև կսե որ Աստված այդ ժամերին, երբ որ ձեզի երազ կուտա, տեսիլ կուտա, Աստվածաշնչի մեջ կուտա, որ պետք է երազներով է խոսա Աստված, տեսիլքներով է, հայտնություններով է ու այն երազները, որոնք որ ձեր մեջ, ձեր հիշողության մեջ կտպվի, ուրեմն Տիրոջից է, աշխատեք, հետաքրքրվիք, իմանաք մեկնությունները, երազների հետ կապված։ Օրինակ Տերը ինձ շատ հաճախ մեկնություններ կուտա։ Եթե կան մարդիկ, որոնց որ Տերը երազները տվե ու մեկնությունները չի դեն, ու Սուրբ Հոգին կառաջնորդ է, կսե որ իմ միջոցովս պետք է մեկնություն տա, ուրեմն զանգեք, եթե չէ մարմնից մի զանգեք, կխնդրեմ, որովհետև եթե Աստծուց չեք զանգե, Աստված ինձ պատասխան չի տա։ Պարզապես այդ մասին էլ կուզենայի կարճ ներկայացրի, թե ինչի մասին է այս տեսանյութը։ Ինքը շատ մանրամասն կպատմի մասին, թե ինչ է ինքը վայր ընկե, ինքը մեծ գործարար է եղել, մեծ գումարներ է աշխատել, մի խոսքով ու ինքան հոգնած լարված վիճակ է, որ ինքը այդ գիշերը սրտի ծագոսները ստացե ունեցե ու մահացել է, կարծեմ 35 տարեկան հասակում։ Ինչևէ սկանե ժողովուրդ ջան, ինչ որ կուզենայի ձեզի հետ կիսվեի, սիլք ենք տեղադրեմ տեսանյութի տակ, ովքեր որ կուզեն, պարզապես կրնակ մտնիկ նայեք
ու ձեր հարցերի պատասխաններ ստանաք ու չափ շատ կան աստվածաշնչյան համարներ, որոնք չեմ կրնա քննարկեմ, որովհետև այսօր էլի տեսանյութեր պիտի տեղադրեմ, ես կուզեմ այսօր աղցան պատրաստեմ, քան որ շատ շատերը լայքեր էիք դրու, կուզեք որ նորից իմ ալիքիս մեջ, տիրոջ կամ ալիքի մեջ տեղադրվի կերակրատեսակների պատրաստման ձևեր, ինչի՞ չէ, ես պարտադիր կտեղադրեմ, որովհետև մենք կանայքս պետք է եղնենք լավ խոհարար, լավ մաքրասեր ու ամեն ինչի մեջ առաջատար պետք է եղնենք, իշխոր առագածի վերջի գլխի մեջ կուտա, թե առաքինի կին ով կրնա գտնե, լավ կեղնոր մենք կանայքս եղնենք շատ առաքինի, շատ մաքուր, շատ գոգիկ, հնարավորինս սահմաններում ու այդ դաշտի մեջ էլի Աստված ինձի թրև, որպեսզի օգնեմ շատ շատերին ժողովուրդ ջան, պես որ այսօր գիշերը կդնենք նաև աղոթք, գիշերային աղոթք, որին կրնակ մասնակցեք, օրեգան արդեն ես կտեղադրեմ մոտ 5 տեսանյութ, այնքան ժամանակ ինչքան որ Սուրբ Հոգին կառաջնորդի, ներկայացնեմ ինչ տեսանյութեր պետք է տեղադրեմ, որպեսզի դուք գիտենաք, առավոտվա ժամերին ես կտեղադրեմ առավոտյան աղոթք, հետո ես կտեղադրեմ պատմություններ, դասյարակչական պատմություններ, ամեն օր կտեղադրեմ հոգևոր վկայություններ, կարճ մեկնություններով, հետո դուք կբացեք, կնայեք, ես անձամբ կլսեմ, հետո կտեղադրեմ, որ նոր Սուրբ Հոգին կառաջնորդի, կտեղադրեմ նաև կերակրատեսակներ, ինչպես նաև իրգունվա ժամին կտեղադրեմ երեկոյան աղոթք։ Նաև ասեմ, որ մենք ունենք խմբակներ, որը հիմնականում կանցկացվին ամեն օր ժամը 6-ից 8 ժամանակահատվածում, որտեղ մենք խոսանք աստվածաշնչյան խոսքեր, Աստծո խոսքեր, կաղոթենք կարիքների համար, կփառաբանենք Աստծուն, մի խոսքով հոգևոր ջերմ մթնոլորտ, որտեղ որ նպատակը, որի հիմնական նպատակն է ամեն մեկիդ մոտեցնեմ Աստծուն, ինչ նոր Աստված ինձի պատվիրել է, մարդկանց ինձի մոտեցրու, ոչ թե քեզի, մի խոսքով ես կզգամ, որ երեք Աստված ինձի մի հատ խոսք տվեց, երբ որ ես ինձի շատ վատ կզգայի, ինձի կթվար, թե արդեն ես վերջացրել եմ ծառայությունս երկրի վրա ու կսե Աստված ներողություն ինձի վերցրու, ու այսօր Տերս ինձի մի խոսք տվավ, ես ամեն ինչ նոր պետք է սկսեմ քո կյանքումդ, ոչ թե դու վերջացրել ես, այլ ամեն բան նոր կսկսեմ քո կյանքիդ մեջ, ու արդեն մեծ դաշտ է բացե, մեծ աշխատանք պիտի տանեմ շատ շատերդ, որովհետև այսօրվանից Տերը սկսել է մեծ մասշտաբներով աշխատանք տանել, թող Տերս օրհնե բոլորիդ, բաժանորդագրվեք մեր ալիքում, եթե Սուրբ Հոգին կառաջնորդի, եթե Տերը ձեզի կառաջնորդի, հեռախոսահամարս էս տեսամ տակ կտեղադրեմ, որպեսզի զանգեք, կապահեք, կխոսակ չափազանց հագիշ, որպեսզի ես հասցնեմ բոլորի զանգերին պատասխանեմ։ Ժորժ ջան, սկան ինչ որ կուզենայի ձեզ հետ կիսվեի, թող Տերս առաջնորդի մեզի բոլորիս կյանքի ցանկացած ոլորտի մեջ։ Լավ մնացեք, սիրելիներ։